Սիրված դերասան Լևոն Մկրտչյանն ու նրա սիրելին Էվելինա Ստեփանյանը հաշված օրերից կմիավորվեն ամուսնական կյանքում, բայց մինչ այդ երջանիկ պահը նրանց սիրո պատմությունն անցել է բարդ ուղիով։ Լևոնի կյանքում նախկինում ևս եղել է մեկը, ում հետ երկար ժամանակ շփվել է։ Նրանք թվում էր, թե ընդհանուր լեզու էին գտել, բայց ժամանակը ցույց տվեց, որ այդ հարաբերությունները դատապարտված էին ձախողման։ Նրանք չկարողացան հասնել միմյանց, սակայն երբ Լևոնը կրկին հանդիպեց Էվելինային, ամեն ինչ փոխվեց։ Նա հասկացավ, որ նա է այն կինը, ում միշտ փնտրել է և որ այլևս չի ուզում կորցնել նրան։ Նրա սրտում այլևս կասկած չկար, Էվելինան այն միակն է, ում հետ կցանկանար կապել իր ողջ կյանքը։ Նրանք այս ամենի մասին խոսել են Ամալիա Հովհաննիսյանի «Սեր» հաղորդման ընթացքում։ Լևոնը գիտակցում էր, որ նման աղջկա սիրտը նվաճելու համար պարզապես խոսքերն ու զգացմունքները բավարար չեն։ Նա արել է ամեն ինչ, որպեսզի Էվելինան վստահ լինի իր անկեղծության մեջ։ Դերասանը պարբերաբար փորձել է իր ուշադրությամբ ուրախացնել Էվելինային ու գրավել նրա ուշադրությունը։ Այս ամենի մասին զույգը խոսել է Ամալիա Հովհաննիսյանի «Սեր» հաղորդման շրջանակներում, որտեղ առաջին անգամ անկեղծորեն բացահայտել են իրենց սիրո պատմության մանրամասները։ Էվելինան խոստովանել է, որ սկզբում չէր պատկերացնում, որ Լևոնը կարող է լինել իր կյանքի մարդը, սակայն նրա համբերատարությունը, անկեղծությունը և վճռականությունը հաղթեցին։ Լևոնը չնահանջեց, պայքարեց ու նվաճեց իր սիրելիի սիրտը։ Նրանք նշանադրվել են, այնուհետև ԶԱԳՍավորվել, բայց հարսանիքը հետաձգել են, քանի որ որոշել էին նախ ձեռք բերել ընդհանուր բնակարան։ Նրանք համոզված էին, որ ամուսնությունը պետք է ունենա ամուր հիմք և այդ հիմքը իրենց համատեղ ապագայի ապահովության համար էր։ Հիմա, երբ ամեն ինչ պատրաստ է, հարսանիքը կայանալու է հաշված օրերից։ Սա կլինի նրանց մեծ սիրո պաշտոնական սկիզբը, որին նրանք երկար են սպասել։ Լևոնն ու Էվելինան ապացուցեցին, որ իսկական սերը արժանի է պայքարի, այն չի լինում հեշտ, այն պահանջում է համբերություն, նվիրվածություն ու քաջություն սխալներից դասեր քաղելու համար։ Շուտով նրանք կմիավորվեն ամուսնական երդումով, ցույց տալով, որ երբ գտնում ես քո մարդուն, պետք է անես ամեն ինչ նրան պահելու համար։ Լևոն Մկրտչյանը հայտնի է որպես տաղանդավոր դերասան, ով կարճ ժամանակում կարողացավ գրավել հեռուստադիտողների սրտերը։ Նա այս շրջանում նկարահանվում է Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում, որտեղ մարմնավորում է Հենրիին։ Բնականաբար, Լևոն Մկրտչյանի հետևորդների ու երկրպագուների թիվը կտրուկ աճեց, և հանրության հետաքրքրությունը նրա անձնական կյանքի հանդեպ նույնպես մեծացավ հեռուստասերիալում նրա կերպարից հետո։ Սակայն Լևոնը խուսափում էր շատ խոսել իր անձնական կյանքի մասին։ Նրա համար առաջնային տեղը զբաղեցնում է ընտանիքը, ընկերությունը, հարգանքը և բարոյական արժեքները։ Այս պահին էլ սիրված դերասան Լևոն Մկրտչյանը և ռադիո-հեռուստահաղորդավարուհի Էվելինա Ստեփանյանը շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Նրանց համատեղ յուրաքանչյուր հրապարակում ու լուսանկար դառնում է անկեղծ քննարկումների արդյունք։ Սոցիալական ցանցերում Լևոն Մկրտչյանը պարբերաբար է կազմակերպում հարց ու պատասխան իր հետևորդների հետ, որտեղ հիմնականում խոսում է իր դերասանական գործունեության, հետաքրքրությունների ու ապագա ծրագրերի մասին։ Սակայն երբ խոսքը վերաբերում է անձնական կյանքին, նա խուսափում է մանրամասներ ներկայացնելուց, նախընտրելով իր ընտանիքն ու հարաբերությունները պահել ուշադրության կենտրոնից դուրս։ Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել էինք, սիրված դերասան Լևոն Մկրտչյանն ու իր սիրելին Էվելինա Ստեփանյանը հյուրընկալվել էին Ամալիա Հովհաննիսյանի «Սեր» հաղորդաշարին, որի ընթացքում խոսել էին իրենց հարաբերությունների վատ մեկնաբանությունների, իրենց սիրո մասին և ոչ միայն։ Նրանք նշել էին, որ չնայած 1 տարի առաջ ամուսնացել են, բայց հարսանեկան արարողությունը տեղի կունենա շուտով։ Ինչպես պարզ է դառնում, Լևոնի ու Էվելինայի պատմությունը նման չէ հեքիաթի, որտեղ ամեն ինչ հեշտությամբ է ընթանում։ Նրանց սերը սկսվել է դեռ ուսանողական վաղ տարիներին, երբ երկուսն էլ արվեստի աշխարհում իրենց առաջին քայլերն էին անում։ Նրանք յուրաքանչյուրն իր ոլորտում փորձում էր կայանալ, ինչը երբեմն պահանջում էր ծանր աշխատանք ու զոհողություններ։ Եվ ինչպես հարցազրույցի ընթացքում նշել է Լևոն Մկրտչյանը, նա չէր ցանկանում իր մասնագիտությամբ շարունակել և աշխատում է այլ ոլորտում։
Ինչպես կյանքում հաճախ է պատահում, տարբեր հանգամանքներ ժամանակավորապես բաժանել են նրանց ճանապարհները, կարիերայի ձգտումը, բանակային ծառայությունը, սակայն իրական սերը միշտ գտնում է իր ճանապարհը և տարիներ անց, երբ երկուսն էլ արդեն կայացած էին ու պատրաստ միմյանց կողքին լինելու, նրանք կրկին հանդիպել են ու հասկացել, որ միմյանցից հեռու ապրելն անհնար է։ Հարսանիքի օրվան զույգը մոտենում է մեծ ոգևորությամբ, նրանց հետևորդներն ու երկրպագուները անհամբերությամբ սպասում են հենց այդ օրվան։ Չնայած կյանքի մարտահրավերներին, Լևոնը և Էվելինան այսօր միասին են ավելի ամուր, քան երբևէ, նրանք միմյանց վստահում են, աջակցում և հավատում, որ առաջ իրենց սպասում են միայն լավագույնը։ Այս պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իսկական սերը երբեք չի մարում, նույնիսկ եթե ճանապարհին կան խոչընդոտներ։